Դեկտեմբերի 26-ին Բաքվի դատարանում ավարտվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծ ու դատավարությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների, դատական նիստի ընթացքում շարունակվել է հայ գերիների եզրափակիչ դատական խոսքերի լսումը։ Նշվում է, որ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ևս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և իրեն մեղավոր չի ճանաչել։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Երկուսն էլ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Արկադի Ղուկասյանը նշել է, որ մեղադրող կողմը որպես հանցագործություն է ներկայացնում իր աշխատանքը Խորհրդային Ղարաբաղ թերթում։ Նա պարզաբանել է, որ եղել է խմբագրի 4 օգնականներից մեկը և զբաղվել է նյութերի ռուսերեն թարգմանությամբ, ընդգծելով, որ թերթի գործունեությունը հանցավոր չի համարում։ Ղուկասյանի խոսքով 2007 թվականից ինքը հեռացել է քաղաքականությունից և այլևս չի վերադարձել։ Բակո Սահակյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախում որևէ հանցավոր կազմակերպություն չի եղել և չէր էլ կարող լինել։ Նրա խոսքով հանցավոր միավորում ձևակերպման ներքո Բաքուն փաստացի նկատի ունի հենց Արցախը։ Դեկտեմբերի 25-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գործով դատական նիստը։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Մնացականյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից և դատավորին խնդրել է որոշում կայացնել բացառապես դատարանում տված ցուցմունքների հիման վրա։ Նա ներկայացրել է իր 3 օր շարունակված ելույթի 51 էջանոց տեքստը, պահանջելով այն կցել նիստի արձանագրությանը։ Նույն գործով ավելի վաղ ելույթներով հանդես էին եկել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բոլորն էլ հայտարարել են, որ չեն ընդունում իրենց վերագրվող մեղադրանքները։ Միևնույն ժամանակ Կյանջայի ծանր հանցագործությունների դատարանը դեկտեմբերի 25-ին 58-ամյա արցախցի Կարեն Ավանեսյանին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման, ընդամենը մի քանի օր տևած դատավարությունից հետո։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է ահաբեկչության նախապատրաստման համար, սակայն հրապարակված տեսանյութերում որևէ զենք չի երևում, իսկ Ավանեսյանը շարժվում է Ստեփանակերտում Իլհամ Ալիևի գտնվելու վայրից հակառակ ուղղությամբ։ Արցախի միություն կազմակերպությունն էլ անդրադառնալով Ավանեսյանի դատավարությանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը։ Կազմակերպության գնահատմամբ Ավանեսյանի դատավարությունն անցկացվել է առանց արդար դատաքննության երաշխիքների, իսկ նրա առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվություն չի տրամադրվել։ Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծ ու դատական նիստը հետաձգվել է։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ պաշտպան Էմիլ Բաբիշովը միջնորդել է հետաձգել այն առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 30-ին։ Դեկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել է, որ այցերն իրականացվել են առանձնազրույցների ձևաչափով, նպատակ ունենալով գնահատել պահման պայմանները, առողջական վիճակը և գերիների հանդեպ վերաբերմունքը։ Հաշվի առնելով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Բաքվում այլևս ներկայացուցչություն չունի, այցը կազմակերպել է անմիջապես Ժնևում գտնվող կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում ներկայումս պահվում է 23 հայ գերի։ Նրանց դատավարություններն ընթանում են առանց անկախ դիտորդների, միջազգային իրավապաշտպանների և ազատ լրատվամիջոցների մասնակցության։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։